Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները լարված են ու պայթունավտանգ։ Ինչպես պարզ դարձավ հեռուստադիտողներին, Հենրիի կյանքին վտանգ չի սպառնում ու նա գնալով ապաքինվում է, այդպես էլ պետք է լիներ, քանի որ առանց Հենրիի հեռուստասերիալն այլևս իմաստ չէր ունենա։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում էին տեսնելու, թե ինչպես է հանգուցալուծվելու այս կծիկը։ Բայց ամեն ինչ դեռ այսքանով չի սահմանափակվում։ Իհարկե բոլորին հետաքրքրում է, թե ով է Հենրիի վրա ձեռք բարձրացրել, իսկ Անգելինան ունի կասկածներ։ Չնայած արդեն դա կարևոր չէ, քանի որ Նոյի հայրը որոշեց հենց ինքը վրեժ լուծի այդ տղայից, ով սպանել էր Նոյին, որովհետև նա արդեն կասկածում է արդարադատության վրա։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե երբ է Սոսն ու Աննան միասին գտնելու իրենց դստերը և ինչպես են բացահայտելու այդ ամենը։ Հետաքրքիր սերիաները դեռ առջևում են, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։ Իհարկե Նոյի հայրը գործն ավարտելուց հետո շտապում է Անգելինայի մոտ ու ասում, որ հանգիստ լինի, քանի որ նրան այլևս ոչ ոք չի կարող խանգարել, որովհետև իր ձեռքով իր որդու վրեժը լուծել է և այլևս ապրելու իմաստ չի տեսնում։ Սոսն ամեն տեղ փնտրում է իր դստերը, բոլորին հարցնում է ու կասկածներ ունի, բայց ինչու Աննան երբևէ ինքն իրեն հարց չի տալիս, ինչու Միքայելն այսքան ժամանակ լռել է և ինչու էր նա ամեն ինչ անում, որպեսզի Անգելինան ու Հենրին իրարից հեռու մնային։ Եթե իր դուստրը չէր, ապա ինչու այժմ չի կասկածում, որ այդ ամենն անելու պատճառը միայն նա էր, որ Աննայի դուստրն է, բայց շատ շուտով գաղտնիքը բացահայտվելու է, իսկ թե ինչպես, կիմանաք, եթե հետևեք մեր ալիքին ու բաց չթողնեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք լի են լինելու հետաքրքիր անակնկալներով, դիտարժան տեսանյութերով ու կադրից դուրս իրավիճակներով։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, շուտով Աննան բացահայտելու է Միքայելի տարիներ առաջ կատարվածը և ինչպես է վերաբերվելու Միքայելին։ Արդյոք Հենրին վերջապես խոստովանելու է Աննային, որ ինքը տեղյակ է, որ Անգելինան իր դուստրն է, և արդյոք Աննան իր մեջ ուժ կգտնի ու Հենրիին կների։ Չէ՞ որ իր հարազատները, ընտանիքի անդամները բոլորն իմացել են այդ տեղեկատվության մասին և իրենից թաքցել։ Մեր նկարահանումները շարունակվում են, այս Հենրին ու Արամը թե ինչ են ուզում իրարից չգիտեն։ Դեռ հարալի ավտոն է։ Ոնց խոստացել էի ավոյի հաղորդմանն եմ կարոկե։ Անի հետամ այսօր և ոչ միայն այսօր հետաքրքիր է անցնելու։ Ներսի նկարահանումը սպասում ենք մեր հերթին։ Նենց ուզում միթ լինենք։ Կայնք նրանց։ Պատրաստը սաղթիկ։ Ոչինչ։ Ես մարտական եմ տրամադրվում։ Սենց ենք։ Լավ հարց էր, ուր Արամը։ Արամը գնացել է Մեղրամից։ Երևի այս շաբաթը չեմ լինի եթերում, մյուս շաբաթվանից արդեն կլինեմ, որովհետև այսօրվանից արդեն նկարահանման եմ։ Մնացած հարցերին եք արդեն նկարահանման տեղից կպատասխանեմ ձեզ։ Ողջույն սիրելի ընկերներ, երկար ժամանակ է տենց ակտիվություն չեմ պահում սոց ցանցում, չգիտեմ, տենց 1000-ից 1 կոպիտ ասած story եմ անում։ Ասացի տենամ ոնց եք, ինչ կա չկա։ Լավ հարց էր, ուր Արամը։ Արամը գնացել է Մեղրամից։ Երևի այս շաբաթը չեմ լինի եթերում, մյուս շաբաթվանից արդեն կլինեմ, որովհետև այսօրվանից արդեն նկարահանման եմ։ Մնացած հարցերին եք արդեն նկարահանման տեղից կպատասխանեմ ձեզ։ Փորձս վերջացրեցի, բարեհաջող
մի տեսարանս վերջացրեցի ու հիմա տանն եմ սպասում եմ մեր նկարահանող խմբին, որպեսզի գան ու այստեղ նկարենք նաև մյուս տեսարանս, որովհետև Յանայի տունը մեր տանն է նկարվում։ Լավ է երևի, որ այսօր այդպես է, որովհետև էլի վիճակի չեմ տանից դուրս գալու։ Անհնար է, այսպես ուզում եմ շուտ ապաքինվեմ։ Ողջույն բոլորին։ Ուրախ եմ, որովհետև արև եմ, որովհետև կարքի է ուջեր այդ արդեն ուրախացնողը։ Բայց գիտեք, որ աշնանը մեր մաշկը հիմնականում չորանում է ու պետք է խնամք։ Եվ ինձ շատ են ուղղակի հարցնում, թե որտեղ եմ ես խնամք իրականացնում, միշտ պատասխանում եմ, շատ վստահ, շատ ուրախ և ժպիտով։ Մաշկի հետ կապված բոլոր խնամքները ես վստահում եմ դոկտոր Օմանիկայի կլինիկայի մասնագետներին և վերջակետ։ Այսքանը։ Դոկտոր Օմանիկայի կլինիկա և վերջակետ, այլ տարբերակ չկա։ Բարի օր բոլորին, բարի օր Ռոզի ջան։ Իհարկե շատ են ինձ են հղում այդ հարցը շատ, դեռ երկար եք վայելելու մինչև տարվա վերջ, իսկ Հենրին ու Անգելինան այսօր իդեպ շատ հետաքրքիր սերիա է ձեզ սպասվում, վերջապես Անգելինան իմանում է, որ Հենրին իր եղբայրն է, ես գիտեմ, որ դուք շատ եք զայրանալու այս իրականությունից, բայց ամեն դեպքում սա ֆիլմ է, պիտի զինվեք համբերությամբ, որպեսզի հետո պտուղներն առավել հաճույքով վայելեք։ Այնպես որ այսօր բոլորին բարի դիտում, շատ հետաքրքիր սերիաներ են ձեզ սպասվում, իհարկե վերջին զանգի յուրաքանչյուր սերիա է լարված ու հետաքրքիր, բայց առաջիկա սերիաները, մասնավորապես հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր